Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը ու վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչև սույն որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն եւ ժամկետանցումները կվերացվեն, սև ցուցակում քաղաքացիները չեն հայտնվի։ Հարկ է նաև նշել, որ նկատվում է նշված հանցագործության նվազման միտում։ 2025 թվականի մարտին արձանագրվել է 85, ապրիլին 52, իսկ մայիսից առ այսօր 22 դեպք։ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հափշտակություններից տուժածների հարցերով իրավասու մարմինների պարզաբանումները։ Այսպես, պաշտպանի ներկայացրած հարցադրումների վերաբերյալ Կենտրոնական բանկը ի թիվս այլնի տրամադրել է տեղեկատվություն առ այն, որ վերջին շրջանում հնարավոր ֆինանսական զեղծարարությունների վերաբերյալ հանրային հնչեղություն ստացած դեպքերի առնչությամբ Կենտրոնական բանկը ստացել է մի քանի տասնյակ քաղաքացիներին վերաբերող բողոքներ, որոնք առնչվել են հիմնականում 3 առևտրային բանկերին։ Կենտրոնական բանկը այդ 3 բանկերում նախաձեռնել է վերջիններիս կողմից հեռահար տարբերակով հաճախորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ ստուգումներ, որոնց ընթացքում հանգամանորեն ուսումնասիրվել եւ ուսումնասիրվում են բոլոր հանգամանքները, որոնք կարող են առնչություն ունենալ հնարավոր զեղծարարություններին։ Հունիսի 1-ից 29-ն ընկած ժամանակահատվածում վրաց-ռուսական սահմանը հատել եւ Ռուսաստանի Դաշնություն է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որից 19-ը վերջին 3 օրերին։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զգուշացրել է, որ քաղաքացիներն այլևս չեն կարողանա ուղղակի օգտվել հասարակական տրանսպորտից ու առանց վճարելու իջնել։ Քաղաքապետը հայտնել է, որ օրենսդրական փաթեթ է քննարկվելու ազգային ժողովում, որով նախատեսվում է տուգանք տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու համար։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, թե Իրանից մի քանի ամիս կպահանջվի ուրանի արտադրությունը վերսկսելու համար։ Նա նշել է, որ չի կարելի լիովին վստահ լինել, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացվել է։ Այս դիտարկումների հիման վրա Գրոսին կրկին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ գտնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցի տեխնիկապես հիմնավոր լուծումը։ Նա ընդգծել է, որ այժմ դրա համար հնարավորություն կա։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Օտտավայի մի շարք քայլերի պատճառով Միացյալ Նահանգները հրաժարվում է Կանադայի հետ առևտրային բանակցություններից։ Նա նշել է, որ դիմել է այս քայլին այն բանից հետո, երբ Վաշինգտոնին հայտնի է դարձել, որ Կանադան ներդրել է թվային ծառայությունների հարկ, որը կիրառվում է ամերիկյան ընկերությունների նկատմամբ։ Թրամփն այս հարկը համեմատել է Եվրամիության կողմից կիրառվող գործելավոճի հետ։ Բրիտանական իշխանությունները պատրաստվում են արտակարգ միջոցներ ձեռնարկել պաշտպանվելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի հետևանքներից։ Դրանց արդյունքում թագավորությունում պողպատի գները նվազել են 10%-ով, իսկ շուկան ողողվել է արտասահմանյան արտադրանքով, որը չի մտնում նահանգներ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է պողպատի արտադրությունը ներառել թագավորության ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրսների ցանկում։ Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանը, որը նախատեսվում է կառուցել մայրաքաղաքի Վազյանի Արվարձանում, առաջին ուղևորներին կընդունի ոչ շուտ, քան 2031 թվականը։ Կառավարությունը գնահատում է, որ դրա տարողունակությունը կկազմի տարեկան 18 միլիոն ուղևոր, 4.5 անգամ ավելի, քան Թբիլիսիի ներկայիս օդանավակայանինը։ Նախնական գնահատականներով նախագծում ներդրումները կարող են կազմել մոտ 1.3 միլիարդ դոլար։ Մարդիկ, որոնք հուսահատության պահին դիմել էին հաշտարարին, կարծելով, որ նա կկարողանա դուրս բերել իրենց դժվարին վիճակից, ստիպված եղան հիասթափվել։ Բացահայտվել է մի հանցագործություն, որն իր տեսակով եզակի է։ Այս անգամ հանցագործը պարզապես օրենք խախտած մեկը չէ, այլ մեկը, որի գործողությունները պետք է միտված լինեին մարդկանց իրավունքների պաշտպանությանը։ Արբիտրաժային ընկերության տնօրենը, որն իրավասություն է ունեցել քննելու քաղաքացիական վարույթներով ծագած գույքային վեճերը, ներկայանալով իբրև դատավոր կատարել է մի շարք անօրինական գործողություններ։ Մասնավորապես որոշ դրվագներով կատարել է խոշոր չափերի խարդախություններ, խարդախության եղանակով հափշտակել է որոշակի քանակի գումար հստակ քաղաքացիներից, ինչպես նաև
կայացրել է ակնհայտ ապօրինի որոշումներ եւ վճիռներ։ Հաշտարարը իրեն դիմաց քաղաքացուց ստացել է ընդհանուր 1.200.000 դրամ, սակայն ըստ հակակոռուպցիոն կոմիտեի կատարել է միայն 183.000 դրամի չափ վճարումներ, այդ կերպ հափշտակելով գումարի մնացած մասը ավելի քան 1 միլիոն դրամը։ Բացի այդ, այս հաշտարարը իր քննությանը ոչ ենթակա քաղաքացիի իրավական հարցերի լուծման նպատակով անցկացրել է ձևական դատական նիստեր եւ կայացրել վճիռներ ամուսնալուծության ու անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման հարցերով։ Նշված երկու դեպքերով հափշտակվել է 1.400.000 դրամ։ Տնօրենը ընկերության, ով հանդիսացել է արբիտրը, կայացրել է ինքնուրույն որոշումներ, որոնք վերաբերել են տարբեր բնույթների, մասնավորապես տրանսպորտային միջոցներ ժամանակավոր վարելը թույլատրելու վերաբերյալ, ամուսնալուծության վերաբերյալ, ինչպես նաև գույքի սեփականության իրավունքը մի քաղաքացուց մյուսին անցնելու վերաբերյալ նմանատիպ որոշումներ, որոնց իրավասությունը վերջինս չի ունեցել։ Մասնագետների դիտարկմամբ այս հանցագործություններից խուսափելու ու դրանց դեմ պայքարելու միջոցը իրավագիտակից լինելն է։ Իրավական գիտելիքների պակասն է նպաստում խաբեության զոհ դառնալուն։ Եթե որևէ մի արբիտր ներկայացնում է, ասում է կամ գովազդում է, որ ինքը SSS տիպի վեճերներ կարող է քնել, որ մարդը ուղղակի իրազեկ լինի, որ դա դուրս է արբիտրի շրջանակներից եւ ինքը չդիմի։ Նման դեպքերի հանդիպելիս ոլորտի փորձագետները հորդորում են համապատասխան մարմինների հաղորդումներ կայացնել։ Եթե մեր երկրում նույնիսկ տեղյակ չեն հաշտարարի գործառույթներին, աշխարհում հակառակն է։ Մարդիկ փորձում են իրենց վեճերը կարգավորել հենց հաշտարարի միջոցով, քանի որ այն ավելի հեշտ, արագ ու արդյունավետ մեթոդ է։ Կարող է իհարկե բացասական ազդեցություն ունենալ, երբ որ մարդիկ արդեն ավելի վերապահումով մոտենան այդ ամենին եւ ընդհանրապես էլ որքան գիտեմ, այդքան պոպուլար չի մեր մոտ դա ընդհանրապես այդ արբիտրաժը, մարդիկ ոնց որ ավելի նախընտրում են դիմել դատարանների։ 1.400.000 դրամ հափշտակած հաշտարար կոչվածի վերաբերյալ քրեական գործը դատարանում է, իսկ տուժածները դեռ սպասում են արդարության։ Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294.009 դրամ։ Նշենք, որ նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.1% աճ։ Մասնավորապես պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 220.371 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում 322.901 դրամ։